Եվրոպական դատարանը հոկտեմբերի 1-ին գրանցել է արժեքների հեղափոխության գործով 6-ից 7 տարվա ազատազրկման դատապարտված Շանթի եւ ընկերների գործը։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանը Եվրոպական դատարան ուղարկած իր գանգատում նշել է, թե խախտվել են Շանթի ու նրա 10 ընկերների խաղաղ երթ անցկացնելու, անմեղության ու արդար դատաքննության իրավունքները։ Զարմացած է, որ Եվրոպական դատարանը 15 օրվա ընթացքում գրանցել է գանգատը։ Մի շարք այլ գործերով դատարան դիմաց փաստաբանը պնդում է, Եվրոպական դատականատյանը երբեք այսքան օպերատիվ չի արձագանքել։ Սա ըստ էության բավականին կարճ ժամկետ է գործերի գրանցման համար, ինչպես նշեցին նաև մեր գործընկերները Ստրասբուրգից, սա իրոք նրանք գոհունակություն հայտնեցին, ասելով, որ 15 օրում նման դեպք իրենց պրակտիկայում նույնիսկ չէր եղել։ Խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթի փաստաբանը Ստրասբուրգ ուղարկված հայցում պնդել է, անմեղության կանխավարկածը խախտվել է, երբ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դատաքննության ավարտն արդեն իսկ Շանթին հանցագործ է անվանել։ Նա մոտարպես ասաց, որ հանցագործություն է կատարել եւ պետք է պատիժ կրի դրա համար, այն դեպքում, երբ որ դեռևս չունեինք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Իսկ այդ դեպքում միայն կարող է մարդը համարվի հանցագործություն կատարած անձ։ Եվրոպական դատարան ուղարկված իր գանգատում փաստաբանը նաև պնդել է, թե դատարանը խախտել է Շանթի եւ ընկերների արդար դատավարության իրավունքը, գործի քննությունն ավարտին հասցնելով հաշված ժամերի ընթացքում։ Ոմանց նաև զրկեց պաշտպան ունենալու, վերջին խոսքով հանդես գալու իրենց իրավունքից եւ փաստորեն դատարանը մեկ օրվա մեջ մի 2 ժամվա ընթացքում կայացրեց դատավճիռ, որը բավականին ծավալուն էր եւ ըստ էության անհնարին էր խորհրդակցական սենյակում մնալով մոտավորապես 2-ից 2.5 ժամ կայացնել 14 հոգու վերաբերյալ դատավճիռ։ Արդեն 2 տարի ճաղերի ետևում գտնվող Շանթի փաստաբանը Ստրասբուրգ ուղարկված հայցում նաև պնդում է, թե խախտվել է խաղաղ երթի իրավունքը եւ ոստիկանները սադրել են իշխանության կոչ անող ընդդիմադիրներին։ Շանթ եւ ազատություն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հարությունյանը վստահ է, ընդդիմադիրներն իրենց քաղաքական հայացքների համար են ճաղերի ետևում հայտնվել։ Կոչ է անում, որ այսօրինակ գործերով Հայաստանի դեմ կայացված վճիռների դեպքում փոխհատուցումը գանձվի ոչ թե բյուջեից, այլ որոշումը կայացրած դատավորի գրպանից։ Կողմնակեցեն, որպեսզի դատավորները փոխհատուցեն, ոչ թե նրա համար, որ ես ուղղակի ցանկանում եմ, որ կոնկրետ անձը դրանից դժի, այլ նրա համար, որպեսզի մարդը իր մաշկի վրա ազգա այն տարիների ցավը, որ մարդիկ հիմա բանտում նստած են իր անմեղսունակ որոշման պատճառով։ Իշխանությունները այդ պատմությունը չէին սարքել միայն նրա համար, որպեսզի կանչեին նկատողություն տային կամ գումարային ինչ-որ տուգանքներ նշանակեին։ Նրանք ուզում էին մարդկանց պատժել Շանթին եւ ընկերներին եւ նրանց պատժելով էլ մեզ սովորական մարդկանարություններից ապացուցելու, որ հանկարծակի այդպեսի բաներ մտնելով չանցնեն։